Եթե մեր քաղաքացիները ժամանակ չեն տրամադրում, որ գնան ընտրության, նրանց տեղը, նրանց ճակատագիրը որոշվում է այլ ձև։ Եթե ուզում ես քո ճակատագիրը որոշես, 5 տարվա քո ճակատագիրը ընդհանուր երկրի զարգացման, ուղղակի 10 րոպե, 15 րոպե, ոչ մի դժվարություն։ Գալիս ես, մտնում ես, դուրս ես գալի։ Առանց դրա համար մեր հասարակությունը հիմնական կարևոր մի գործ ունի։ Այսօր բոլորը գնան ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության։ Դա շատ կարևոր է։ Մասնակցեն ընտրության, որովհետև դա է այս պարագայում երկրում ամենակարևոր մեր քաղաքացիական դիրքորոշումը, պայքարի ձևը, թեկուզ ապագայի տեսլականը։ Մասնակցեք ընտրության, մինչև այս եղած բոլոր քայլերից դուք հետևություններ արեք եւ մասնակցեք, սիրելի հայրենակիցներ, 10-15 րոպե։ Եվս մեկ հարց։ Պարոն Կարապետյան, ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, եկած մեր հայրենակիցներին, որոնք զինապարտության տարիքի են, թույլ չեն տալու դուրս գալ Հայաստանից եւ ուղարկել են վարժական հավաքների։ Ձեզ ինչ է հայտնի այս մասը։ Դա ուղղակի տեղեկատվական ինչ-որ հնարքներ են կիրառում, որպեսզի մարդկանց մասնակցությունը ընտրություններին նվազեցնեն։ Բոլոր Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն ընտրություններին մասնակցեն, դա իրանց համանդրական իրավունքն է, ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտի։ Իշխանությունը ուզում է այնպես անի, որ քիչ մարդ մասնակցի ընտրություններին։ Երբ որ մեր բոլոր հայրենակիցները մեծ մասը մասնակցեն ընտրություններին, դա է լինելու իսկական կամ արտահայտությունը։ Դա եւս մի ապացույց է, որ ցանկանում են, որ քիչ մարդ մասնակցի։ Բոլորս մասնակցենք, մեր կարծիքը հայտնենք եւ այդ ժամանակ տեսնենք մեր ժողովրդի իրական կարծիքը բոլորը կտեսնեն։